Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ունկնդիրներ եւ Facebook-յան էջում մեզ դիտողներ։ Հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի հաղորդումներին կարող եք նաեւ հետեւել arnradio.am հասցեով, Հանրային ռադիոյի կայքեջում, YouTube-ում ու նաեւ Facebook-յան էջում գրելով Հայաստանի Հանրային ռադիո։ Իսկ ես այսօր խոսելու եմ Հովհաննիսյան ինստիտուտի տեսանելիք մանկական մատենաշարի մասին, որի առաջին գիրքն արդեն լույս է տեսել եւ պիտի հասկանանք, թե որն է այս մատենաշարի առանձնահատկությունը, ինչ նոր ու հետաքրքիր բովանդակություն է այն առաջարկում մանուկներին, որը երբևէ չի եղել։ Իսկ զրուցակիցներս մատենաշարի գաղափարի ու ստեղծման հեղինակ Լիլիթ Կոնոպլյովա, գրքի բովանդակության հեղինակ Արմենա Գրիգորյան եւ տեքստերի հեղինակ Հերմինե Ստեփանյան։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ։ Եկեք խոսենք, թե ինչ է իրենից ներկայացնում մատենաշարը։ Լիլիթ, ձեր Facebook-յան էջում նշում եք, որ այս գիրքը երեխաներին գիտելիք տալու եւ ստուգելու մասին չէ, այլ իրենց կարծիքը իմանալու։ Դե մեկնաբանեք։ Նախ սկսեմ նրանից, որ ես արվեստ շատ եմ սիրում։ Ու իմ մոտ sense գիտակցական մեծ փոփոխություններ տեղի ունեցան, երբ որ իմացա, որ արվեստի մասին տեղեկությունները ոչ մենակ դες հանրագիտարանային բովանդակությունն է, այլ արվեստը ունի բնույթ։ Եվ երբ ես ունեցա երեխա, ու սկսեցի երեխեքի հետ արվեստի մասին խոսել, այդ դիպուկ իրանց դիտարկումները ինձ շատ հետաքրքրեցին։ Եվ այդտեղից ստեղծվեց այդ իմ ցանկությունը, որ երեխեքի հետ ինչքան խոսես, այնքան նոր բաներ կիմանաս։ Այն բաները, որոնք հիմնականում չեն ասվում, անտեսվում են։ Եվ հետեւաբար այս գիրքը հենց մտածված է այդպես, որպեսզի, այսինքն ճշտի սխալի հարց չի ստեղ էլի դրված։ Երեխեքին հուշումներ տալով մենք փորձում ենք իրանց կարծիքը իմանալ ու իրանց ոգևորել, որպեսզի բերենք արվեստի աշխարհ։ Իսկ եկեք խոսենք, թե ինչ բաց կար ընդհանրապես մանկական բովանդակության այսպես տիրույթում, որը փորձում ենք մենք լրացնել, այդ թվում նաև ես եթերից առաջ խոսում էինք, ասացիք, որ միջազգային այդպիսի ֆորմատ չկա համենայն դեպս, սա առաջին փորձն է նմանատիպ գիրք ստեղծելու։ Իհարկե թե ասենք նմանատիպ փորձ չկա, մի քիչ սխալ է, բայց մոտեցման կարևորությունն էր, որ ոչ թե մենք ուզում ենք ճիշտ անուն, գործ հիշել, տարեթիվ, այլ արվեստի միջոցով հնարավոր դարձնել քո շրջապատող կյանքը, աշխարհը զգալի մակարդակում տեսնել։ Այս առումով, երբ որ խնդիրը դրվեց գրքի հիմքում, ինքը ամբողջությամբ կառուցվածքային առումով սկսեց ձևավորվել։ Գործերի ընտրություններ, ամենատարբեր ժամանակահատվածներ, արվեստագետներ, որոնք տարբեր ուղղություններով են աշխատել, միգուցե ինչ-որ իրար հակասողել, բայց իրականում երեխաներին հնարավոր դարձնել ճանաչել իրենց սեփական միջավայրը։ Այս արվեստի գործերի, այսինքն այստեղ մենք խնդիրը չենք դնում, որ երեխան օրինակ հիշի, չգիտեմ, Պիկասոյին կամ գործի անունը, այդ գործն է օրինակ, որ կարողանա ինքը իր միջավայրում շոշափի, տեսնի, զգա եւ կարողանա նորից վերարտադրել կամ իր ձևով ստեղծագործել, տեսնել այդ կյանքը։ Հավելելու որևէ բան ունեք։ Մենք ուզում ենք, որ արվեստին երեխաները արդեն ասեցին, բայց նաև արվեստի արտահայտչամիջոցների իդեպ ես խմբի միակ ոչ արվեստագետ արվեստաբանն եմ, ու այն հարցերը, որ ծնվում էին իմ մեջ, ես կարծում եմ, որ մաքսիմում ինչ շատ էին օգնում տեքստերի հարցում, բայց նաև ոնց որ ընթերցողի հայացքին ամենամոտը երևի ես էի իմ հարցերով ու
արվեստի ստեղծման, ասենք, մենք խոսում ենք գույնի մասին, մենք խոսում ենք ֆորմայի մասին, այնտեղ գունդուկծիկ քանդակներ կան, մենք խոսում ենք ինչպես է արագությունը արտահայտվում արվեստի մեջ, ավելի շատ երեխաների աշխարհ դեպի քայլանելով նրանց բերել արվեստի աշխարհ, մոտեցնել ու այդ վախերը, որ ասես աման որ Պիկասոին հիշել, որ Պիկասոն տարբեր գործեր արել, հանճարեղությունը եւ այլն, ինչը հեռացնում է իրականում երեխաներին արվեստից, վախը առաջացնում, ինչ որ տես միֆական բան է տալիս։ Մենք ուզում ենք մաքսիմում զգային, որ այդ մարդիկ արվեստագետները այսպես են տեսել աշխարհը, այսպես են տեսել Այո, ու մեկ ես կուզեի կենթանիներ թեման էլ ընտրվել է հենց այդ նպատակով առաջինը, որ երեխաներն ու կենթանիները եւ իրար են մոտիկել զգայական հենց ընկալումներով եւ բնությանը եւ այդ մեր քայլերից մեկը նաեւ դեպի երեխեքի աշխարհ, որ իրանք մեզ հետ հաճույքով գան արվեստի աշխարհ առանց վախենալու։ Եկեք խոսենք, թե օրինակ ինչ հետազոտություն եք արել մինչև գիրքը ստեղծելը։ Ես հիմա տեսնում եմ ձեր մեջ չկան մանկավարժներ, հոգեբան չգիտեմ, կա թե ոչ, արդյոք նաև խոսել եք հոգեբանների, մանկավարժների հետ, իրենց փորձը ամեն դեպքում ներառված է ձեր իրականում ես եւ Միքայելը, որ գրքի նկարազարդող իլյուստրատորն է, մենք դասավանդում ենք։ Միքայելը Թումոյում ամենատարբեր տարիքի երեխաների, ես Կոջոյան, Թերլեմեզյան դասավանդել եմ Ճարտարապետական ակադեմիա, Եվրոպական համալսարան, այսինքն տարբեր տարիքի պատանի երեխա, մեծ հասակի փորձ ունենք դասավանդելու։ Հետազոտությունը նախ միջազգային եւ կարելի ասել հետսովետական տարածքի բոլոր մանկական գրքերը հնարավորինս որ եղել են մոտեցումների եւ նաեւ գիտական ուսումնասիրություններ ինչպես խոսել կա այդպիսի շարք թե ինչպես խոսել երեխաների հետ արվեստի մասին նաեւ երեխաների լեզվով չէ Նաև երեխաների լեզվով եւ տեղ տալով իրանց ընկալմանը, իրանց արտահայտմանը, իրանց համեմատություններին, պատկերացումներին, այս ամեն ինչը շատ կարեւոր է եւ նաեւ ոնց որ մեր տեղական սովորությունները հաշվի առնելով, մշակութային առանձնահատկություն, չգիտեմ, այդ տարբերությունները, որ ինչ փոքրիկ դետալների մակարդակում կարա տեսանելի լինի։ Իսկ օրինակներ կարող եք վերել, օրինակ մշակութային առանձնահատկության հետ կապված Մշակութային առանձնահատկություն դժվար է ասել։ Նայեք, մանկական գրքերի հետ կապված հատկապես այդ թեման է շատ խնդրային, երբ որ մենք տեղայնացնում ենք, օրինակ, շվեդական մի հեքիաթ Հայաստանում, բոլորը ասում են, տեսեք, մեր երեխաները բոլորովին այլ միջավայրի երեխաներ են, այլ խնդիրներ ունեն, Շվեդիայում ապրող երեխաները, ասենք օրինակ, բոլորովին ուրիշ մտածողության եւ մշակութային առանձնահատկություն ունեն, չէ՞։ Օրինակ Ջեյմի Ուայթը իր գործերից ներառված, հա, որ հատկապես այս գործը տեսնելու, հասկանալու, զգալու համար ոնց որ հղում ենք դեպի մեր գյուղերը, որ երեխաները սկսեն այս նմանատիպ իրավիճակներում տեսնել, չգիտեմ, կենդանիների կյանք ապրելու, մեր միջավայրի մեջ ինտեգրվելու անկախ իրանցից այս փորձերը կամ այս նմանությունները, հա, մի մարդ որ Ամերիկայում ստեղծագործել է, բայց մեկ էլ մեր գյուղերում էլ կարելի է նմանատիպ, այսպես ասած, կոմպոզիցիաներ տեսնել, հնարավոր դարձնել մեր միջավայրում փնտրել կյանքի այդ օրինակները, որոնք դառնում են արվեստի ֆորմա։ Հետաքրքիր է։ Իսկ առհասարակ տեսեք, մենք շատ ենք խոսում այստեղ ամեն հուլիսի 1-ին մենք ոլորտի մասնագետների հետ խոսում ենք, որ քիչ է, բովանդակություն չկա, երևակայություն չկա եւ այլն, եւ դա շատ մեծ բաց է առհասարակ մանկական այսպես գրականության, խաղերով գրականության, վիզուալ, այսպես հետաքրքիր նյութերի առումով Հիմա սա
ինչ կարևոր այդ բացը լրացնելու։ Այստեղ կա եւ բովանդակություն, եւ վիզուալ, եւ ինչ գործառույթներ, այդ մասին դուք կարող եք ասել արդեն։ Որ արվեստի գործերի մասին խոսեցինք եւ ելի կխոսենք, գիրքը արդեն երբ որ հաստատվեց կոնցեպտը, հիմքում նաև ընկած է Դեյվիդ Հյումի փիլիսոփայությունը, կենթանիների տրամաբանության եւ կենթանիներին մեր կյանքում, մեր միջավայրում հասկանանք, որ մենք էլ այս կենթանի աշխարհի իրար հետ բնակվող էակներն ենք։ Դրա համար տեղից եկանք դեպի բոսխ եւ գալ ամենատարբեր միջավայրերում եւ ժամանակահատվածներում կենթանիների հետ հարաբերվելը ոնց են տեսել արվեստագետները, ինչ են մեզ փոխանցում եւ ինչպես են դա անում։ Ուրեմն կարևոր հիմքերից է, որ երեխաները իրանք էլ հիշեն, որ մենք այս աշխարհի նախ եւ առաջ կենթանի բնակիչներն ենք։ Ու այն աշխարհը, որ մենք ստեղծել ենք, բնության մի մասնիկ է, այո, մեր արհեստական, բնական սարքված աշխարհը դա մի փոքրիկ մասն է այս մեծ կենթանի աշխարհի եւ գործերի, այսպես ասած, հիմքում ընկած արվեստաբանական վերլուծությունները, որ Հերմինեի ճարտար լեզվով ընդունել է մանկական լեզվամտածողություն, աննկատելի ձևով անընդհատ հիշացնելու եւ նկատելի, տեսնելի դարձնելու նպատակով։ Այո, Հերմինե, կուզեի տեքստերի մասին հատկապես ձեզ հետ խոսել, որովհետև դա նույնպես մեզանում խնդիր է, այո, առհասարակ որակյալ տեքստերը երեխաների համար, որոնք եւ զվարճալի լինեն, եւ երևակայություն այսպես զարգացնեն, դուք ի՞նչն եք հաշվի առել եւ ինչպիսի լեզու եք կիրառել այս դեպքում։ Նախ ավելացնեմ, որ ինչ խնդիրներ կան ընդհանրապես երեխաների խորքում ընկած է իրականում մոտեցումը։ Եթե երեխաներին հավասարի հետ մոտեցում ա լինում, դու անկախ քեզանից օգտագործում ես մի քիչ ինքը, մի քիչ դու հավասարվում եք իրար եւ դու սկսում ես իր լեզվով իր հետ խոսել։ Բայց մեզանում ցավոք սրտի մանկական տեքստը նշանակում ավելի շատ իրանց մասին, ոչ թե իրենց հետ զրուցել, ոչ թե իրենց աշխարհը ներկայացնել, այլ իրանց մասին խոսել, միևնույնն է, դիրքավորումը մնում է վերև ներքև, ու տենց փոքրիկ բան, մաքսիմում մենք խուսափել ենք այդ փոքրիկս, պուճուրիկս, բալիկներ, հիմա դուք այս արեք, այն արեք, այսինքն գիտեք, որ դուք ասում եք ինչն է տեղայնացված, ինչն է որ մեզանում է։ Մարդիկ են հավաքվել, որոնք այդպես են մտածում, այդպես են ապրում, այդպես են ստեղծագործում, ու տենց հատուկ նպատակ մենք չենք դրել, որ անպայման սա երևա որ հայկական է, որտեղ դա էլ է կեղծ։ Բայց իրականում հավաքվել են մարդիկ, որոնք այդ անհանգստությունները ունեն, որ չտեղայնացնեն, պատճենում չլինի, եւ այդ բոլոր հարցերը, որ մեր մոտ առաջացել են, ոնց որ այդ հարցերը եւ դրանց լուծումներն են տեղական։ Դրանով է ինքը հայկական մերը, էլի, product որպես ասենք, ու դե ինձ թվում է որ գնեն գիրքը ու նայեն կտեսնեն որ տեքստերում հանգավորած այդպես խոսք կա, փորձել է տանավորներ նպատակ չեն դրել, օրինակ երբ որ ձայնի մասին ենք խոսում, մաքսիմում ուզել ենք նաև կառուցվածքով նմանվի գործի բովանդակությանը մոտենա տեքստը, օրինակ ինձ դուր է գալիս շատ տեքստեր կան, որ ինձ էլ են էլի դուր գալիս Կանջինսկու բանը ուզում ես ամուլեբացի, ասենք, այստեղ մենք խոսում ենք արագության գույներով արագությունը ներկայացնելու, մինչև սա շարժվում ենք գլխի մեջ, հա, ու ասենք ինձ դուր է գալիս, որ տեքստը վզ վազում է ձին, թրթրցնում է հետյալին ու գույներ, ինքը դինամիկայով խոսքը շատ նկարին է, մի քանի տեղ այսպես ստացվել է։ Ուրիշ տեղեր ավելի կարևոր է եղել ցույց տալ ուրիշ բանը, ֆորման, գունդուկծիկ, օրինակ շիշի շներինը, այնտեղ ասենք գնդակ են դարձել, գլուխ կոնցի են տալիս,
Այսպես տարբեր ձևերով փորձել ենք երեխաների ոնց որ աչքերով տեսնել լգտի շիշիներին դա իսկ ընդհանրապես տեքստերը գրելու հարցում խնդիրը այստեղ օրինակ ֆորմային ենք ստեղ ավելի շատ ուշադրություն դարձել նյութին որ փուչիկից կարելի է կենթանի սարքել հետո այդ փուչիկից կենթանու քանդակել ավելի պինդ նյութով տարբեր բաներով ենք մոտեցել, տարբեր մոտեցումներ են եղել գործերին, ըստ գլուխների, ինչ պիտի փոխանցվի երեխային, ու փորձել ենք, որ լեզուն մաքսիմում չգիտեմ, էլի, միևնույն է, դժվար է մի քիչ ասել, որ մեծը պիտի մտածի այնպես ինչպես երեխան է մտածում, բայց քանի որ ես մեծ փորձ ունեմ երեխաների հետ աշխատելու ու հետո շատ եմ սիրում իրանց ու տենց չգիտեմ շատ հեշտ է ստացվում կոնտակտը երեխաների հետ ու դա հիմնական գալիս է նրանից որ տենց տարբերություն չկա ինձ համար ավելի շատ ես եմ սովորում այս տենց ձևական հա խոսք չի էլի որտեղ իսկ երեխաների մասնակցությունն ամեն դեպքում կա այո մեր գրքի առանձնահատկություններից է դա եւ մենք գտնում ենք որ մեր գիրքը այդքան աշխատելուց հետո դեռ անավարտ է Եվ երեխեքը այստեղ մենք ունենք դատարկ էջեր, որտեղ իրենք պիտի նկարեն։ Մենք առաջադրանքեր չենք ասում, անելիք ենք ասում, անելիք ունեն, այսինքն իրենք ըստ էության երեխեքը դառնում են ստեղծագործական խմբի անդամ։ Ու այսքան երկար աշխատելուց հետո մենք շատ ուրախ ենք, որ պարզվում է, որ մենք մի գիրք չենք ստեղծել։ Քանի երեխա գնի ու նկարազարդի, մենք այդքան գիրք ենք ունենում։ Իսկ ստեղծման գործում երեխաների մասնակցությունը կա, որ իրենց փորձեք, ասենք, իրենք հավանում են արդյոք, թե ոչ։ Դա ես երևի իմ անձնական փորձիմ երեխայի հետ, երբ սկսեցինք 5 տարեկաներ, չէ՞, Աննան։ Իր այդ հա ես շատ եմ միջամտել, փորձելով ինչ են իրանց պետք, ինչն է իրան հետաքրքիր, ոնց է ինքը մտածում, շատ դեպքերում ինձ որ ասում են մի քիչ բարթագրած, լավ, դե 5-6 տարեկան երեխան տենց հնարավոր չի խոսի, մտածի Ես միշտ ասում եմ, երբ ես մամա չէի, ես էլ էի այդ կարծիքին, բայց հիմա իմ խորին համոզմամբ ու այս գիրքը հենց նորից ուզում եմ նշել այդ մասին է, երեխեքի կարծիքը կարևորելու շատ դիպուկ են իրանք մի քիչ սենց չճնշես ֆրեյմով, իրանք մի քիչ հարցեր տաս, ինչը մենք անում ենք մեր գրքում, ահա որ հետաքրքիր բաներ են իրանք սկսում ասել ու դրանից չգիտեմ, ես մեծ հաճույք եմ ստանում։ Իսկ հետաքրքիր է թե ինչ հեղինակներ են ներառված, ինչ արվեստագետներ են այդտեղ ավելի մաչելի դառնում երեխաների համար, որովհետև այդտեղ էլ պիտի չէ ընտրենք թե ինչ արվեստագետ կարող է երեխաների համար նյութ լինել։ Ու ասեմ, որ ժայռապատկերներից սկսած մինչև ժամանակակից արվեստի Օրինակ ժամանակակից արվեստագետներից ում գործերն են հատկապես, որ հնարավոր է երեխաներին մոտ լինել, չնայած կան շատերը։ Օրինակ մենք ունենք Յանիս Կունելիս, Andy Warhol ունենք, Եվ հիմնականում կենդանիների պատկերներ են։ Այս թեման կենդանիներն են։ Այո։ Չէ, կան, որ ասենք Միքելանջելոյի, հա, այս հա զարթնող ստրուկը կամ վերակենդանություն մի քանի անուններ, որ դե Միքելանջելոն համարյա կենդանի չի քանդակել, ուստեղ շատ աննկատ իր կողքը կա այդ կապիկը։ Այո։ Ու այդ նկատելի դարձնելը շատ կարևոր է, որ մարդու եւ կենդանու օրինակ կապը, թե ինչ կարևոր է։ Որ խնդրեմ ճապոնական շատ լավ իսկ հաջորդ գրքերը մատենաշարի մյուս գրքերը ինչ թեմատիկ առանձնահատկություններ են ունենալու դա գաղտնիք եք պահում փաստորեն այո Դե ամեն դեպքում կարելի է ենթադրել իրերի հետ կապված գուցե եթե երեխաները օրինակ փորձում են իրենց աշխարհը ճանաչել, չէ, հնարավոր է նաև իրերի աշխարհը այդտեղ լինի, մարմնի աշխարհը լինի նաև, չէ։ Անպայման։ Ես արդեն ենթադրություններ անում եմ որոշակի։
Իսկ գիրքը ամեն դեպքում նախատեսված է ինչ տարիքային խմբի համար։ Կա այդպես տարիքային խմբի 5+։ Մենք նշել ենք, որ երեխաներ, որ կարիք կունենան, ու այստեղ շատ կարևորը նաև ծնողի հետ հարաբերությունը, որ ծնողի համար էլ նորից նույն խնդիրը, ոչ թե հեղինակ հիշել գործի անուն կամ ժամանակ, այլ այդ հարաբերության մեջ իրենք էլ տեսնեն այդ հայացքով աշխարհը, ու արդեն 5+, որ ինքնուրույն կարդան, ինքնուրույն բացահայտեն, ինքնուրույն խնդիրները լուծեն, անելիքները անեն ու տեսնեն։ Եվ նախատեսում եք այս գիրքը արդյոք ուսումնական հաստատություններին, թե սա այս գիրքը անհամատեղելի է այսօրվա մեր ուսումնական հաստատությունների, կրթօջախների։ Չէ, կարծում եմ, որ այդպես շատ ստեղծարարական կրթօջախներ, որոնց հետ կարող եք համագործակցել։ Ինձ թվում է, որ այն մոտեցումներն ու մեթոդները, որ գրքի հիմքում դրված են, կարող է ոչ ամբողջությամբ, բայց ճանապարհներ բացեն թեկուզ արվեստով կրթելու, էլի միջավայրի հետ հարաբերվելու, իրենք իրենց բացահայտելու, ճանաչողության, այս հնարավորությունները կիրառելի լինեն։ Մենք որոշակի workshop-եր են կազմակերպելու երեխաների հետ, ասենք, մի գլխի հետ կապված, կարող է նմանատիպ մանկական ինչ որ կրթական հաստատություններում ինքնին գիրքը դառնա մի կրթական ծրագիր։ Տեսեք, խնդիրը այսօր նաև մեզանում առհասարակ արվեստի լեզուն ճանաչելի դարձնելը, չէ՞, նույնիսկ մեծերը, մեծահասակները այսօր չեն կարողանում թանգարանում ընկալել արվեստի գործը, չէ՞, հիմա ասենք այս գիրքը նման խնդիր լուծում է արդյոք հենց փոքրուց ճանաչելի դարձնել արվեստի լեզուն։ Այո, իհարկե, որովհետև գործերի օրինակներ կան, ինչպես Հերմինեն ասաց, միտեղ կարող է քսվածքն է շեշտվում, միտեղ ֆորման է շեշտվում, միտեղ նյութն է շեշտվում, եւ սրանք շատ կարեւոր են արվեստի գործի հիմքում։ Արվեստագետը պատահական բան չի անում։ Եթե թվում է լավ, որ այնտեղ շատ պարզ, պրիմիտիվ, աննշան, սև քարակցիան նկարած, հիմքում հսկայական աշխատանք, որ այդ աշխատանքի շնորհիվ եկե հասել այդ զգայականությանը, կարողանալ դա ընկալելի դարձնել։ Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև ամեն նայող իր հետ բերում է նաև իր հայացքը, բայց օգտվում է այն գործից ինչին, որ ինքը նայում է։ Մի խոսքով այս հարաբերությունը շատ կարևոր է։ Եվ էդ էլ է էլի շատ կարևոր երեխեքը, որ իրանք էլ հասկան, որ մի րոպե կարող է այսինչ բանը հենց սենց անելով կարելի է ցույց տալ։ Լիլիթ, իսկ ձեր աղջկա օրինակով կարող ենք ասել, որ ինքը ինչպես է մոտենում արվեստին առհասարակ իր դիրքերից, եթե այսպես սենց նայենք։ Ես շատ եմ ուզում, որ ինքը մոտենա իմ դիրքերից, բայց ես իրան միշտ լսում եմ, ոնց ասեցի, ինքը շատ հետաքրքիր մեկնաբանություններ անում։ Սենց միասնական, այս գիրքն էլ է փոխհարաբերության մասին, այդ շատ կարևոր է։ Ես իրան միշտ ուզում եմ ցույց տալ, որ այն, այսինքն արվեստը եւս տեսողական օրգան է։ Դու տեսնում ես պատկերված մի բան, այդ այն ինչ տեսնում ես, դրա հետևում ոնց Արմենակը ասեց, մեսիջ կա, էլի մի ամբողջ միտք կա, ու դու պիտի հասկանաս, որ այնտեղ այդ խնձորը նկարած է, խնձոր չի, այդ խնձորը ուրիշ բանի մասին է խոսում։ Ու ես երբ տենց սկսում եմ Աննայի հետ խոսել, մեկ էլ նա շատ հետաքրքիր բաներ է ասում։ Այդ ձևով երեխեքի հետ ես խորհուրդ եմ տալիս միշտ այդ ձևով խոսել, էլի ոչ թե որպես զարդ, որպես արդեն եղած պատկեր նայում ես ու պարզ այնտեղ, չգիտեմ, շունա նկարած։ Այդ շան հետևում մի ամբողջ պատմություն կա, մի ամբողջ դարաշրջան կա, պատմականություն, չգիտեմ, նարատիվներ, այդ սաղ պիտի երեխեն որ թողնում ես, ինքը իրան մեկ էլ նենց արվեստաբանական բաներ է դուրս բերում, որ սենց քեֆդ բերում է։ Մեկ էլ դու էլ ես սկսում տենց նայել։ Հենց դա է գլխավոր շարժառիթը, որ դուք նախաձեռնեցիք այս իրականացնել այս գործը։ Ամեն ինչ սկսեց դրանից, որ ես ոնց ես արվեստի ժամանակից արվեստի գործեր եմ հավաքում, եւ իմ բարեկամները միշտ որ այդ գործերը տեսնում էին բելարուսաբնակ, վայ, ես ինչ գործեր են, ես ինչ ես էլի վերցրել, առել, ու ես սենց
սկսում էի խոսել այդ գործերի մասին, ու մի օր իրանք նկատեցին այդ ոնց խոսալ արվեստի մասին, իրանք հետաքրքրեց, թե ինչ եմ խոսում, ու առաջարկեցին, այս գիրքը պիտի լիներ բելարուսական նախագիծ իրականում, բայց սկսեց պատերազմը ու ինձ մոտ տենց ֆանատիկ ցանկություն առաջացավ, որ արված է Հայաստանում ու մենք կարող ենք ստեղծված է արված է Հայաստանում ու մենք կարող ենք շատ լավ միջազգային որակների բան անենք։ Լավ, ես ուղղակի հիշեցի Արման Գրիգորյանին, մեր լավ արվեստագետներից մեկին, ով շուտ հեռացավ մեզանից, նա ասում էր, որ յուրաքանչյուրը արվեստագետ է եւ կարելի ասել, որ այս գրքով մենք արվեստագետներ ենք այսպես բուծում կոպիտ ասած լավ արվեստագետ Արման Գրիգորյանի հետ մի քիչ տենց որ ասում են բոլորը ես նեղվում էի ասում եմ ավելի Արման Գրիգորյան լավ էր էլի բայց ինչ որ շատ կարևոր միտք կա այդտեղ Այո դուք ասում եք հիմա մեծերն էլ չեն հասկանում արվեստի գործը իրենք խնդիր են դնում հասկանալու երեխան այդ խնդիրը չի դնում երեխան նայում է գործին զգայական մակարդակում Ինչ տեսնում է, ասում է, երեխան արվեստի պատմություն չգիտի, որ արվեստի պատմություն գիտի, դա է խնդիրը դնում երևի, չէ։ Այս գրքի առանձնահատկությունը, որ ինքը հեռանկարային է, այսինքն ինքը sense հյուսք է, էլի, դրա համար է շարք ինքը նախատեսված, արվեստ sense միանգամից չես սովորում։ Ինչքան հետևողական դու աշխատես, ինչքան հետևողական հասկանաս, որ պատկերի հետևը մի ամբողջ պատմություն է, այնքան վերջում կդառնաս տենց միանգամից նախդով չմտածող էլի աշխարհը իրանց ճանաչելու, իրանց տեղը աշխարհում ճանաչելու եւս մի հնարավորություն, եւս մի գործիք տանք, եւ դա արվեստի լեզուն է, արվեստի միջոցով նաեւ ճանաչեն, իսկ դա զգայական ընկալումն է աշխարհի, որը երեխաների մոտ շատ ավելի լավ է ստացվում։ Ոնց կսմբռնում եք։ Դուք ինչ կասեք, Արմենակ։ Ես համաձայն եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ է, հատկապես երեխաները։ Յուրաքանչյուր արվեստագետ է, այդ տարիքից այդ ստեղծագործական հայացքի ու մտքի կամ հնարներին տիրապետելը կյանքում միշտ պետք է։ Իսկ այդտեղ նաև Արմանի ասած մեջ այդ ստեղծագործականությունը կյանքում ունենալը շատ կարևոր է։ Հնարներ գտնել մեր պայմաններում նույնն էլ եթե գնանք գյուղեր ոնց որ մեր ընկերներից Միքայելը գրքի իլյուստրատոր է շատ ուշադիր է այդ կյանքի ժողովրդական մարդկային ստեղծագործական ֆորմաների որոնք որ արվեստի գործ չեն բայց կյանքի տարբեր պայմանները ստիպել է մի հնար գտնել այդ փոքրիկ հնար մեծ հնար տեսանելի կամ անտեսանելի այդ առումով ինքը իր նկարչական մոտեցումն էլ շատ կարևոր է գրքի համար յուրաքանչյուր էջը իր բովանդակությամբ, հա, իր գլխին համապատասխան հնարավոր դարձնել իլյուստրացիայով չմրցել արվեստի գործերի հետ եւ գրքի կարևոր բաներից էլ է որ մեր հերոսը ինքը չդառնա չոշտվի մարդկային հատկություններով մնա կենթանի Եվ այստեղ շատ օգնել, որտեղ Միքայելը ինքը տանը բու էր պահում։ Եվ այս մեր հերոսը ճակերտավոր ասացինք։ Եվ բուն կարծես թե գրքի հերոսներից մեկն է, հա։ Այսպես ասած, հետը միակ հերոսն է։ Երեխաներին ընկեր դարձող, ուղեկցող, պատմող, ներկայացնող ամեն էջ եւ դիզայնով Լուսինեն ոնց մոտեցել է ամեն արվեստի գործ էջ իր բովանդակությամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցադրել։ Իսկ սա հետաքրքիր կլինի օրինակ դրսի երեխային, ասենք, սահմանից դուրս, սահմանից այն կողմ, արևմուտք, արևելք, աշխարհի երեխաներին։ Ինձ թվում է որ հա, հնարավոր է դա ասենք ի վերջո թարգմանել նաև։ Դե տենց էլ մտածված էր ինքը կառուցվածքային առումով լեզուն չի փոխում։ Հա, այսինքն Ինքը բնույթն է, արվեստի բնույթի մասին է։ Գիտեմ, որ արդեն Ստոկհոլմում մանկապարտեզի մանկապարտեզից ուզում են, որ սրանով երեխեք հետ զբաղվեն։ Արդեն կա։ Հա, հայերեն իմացող, որ փորձի կարդա այդ երեխեքին, չգիտեմ, ուղղորդի, թարգմանի եւ իրանք զբաղվեն։
արված է Հայաստանում, բայց ինքը ունիվերսալ լեզու է, այսինքն ինքը արվեստի ունիվերսալ լեզուն է, դրա համար ինքը համամարտկային է այս գիրքը։ Լավ, ավարտենք մեր հաղորդումն արդեն, հաղորդումն ավարտվում է, մեր ժամանակը այսպես արագ, շատ արագ թռավ, մանավանդ որ խոսում ենք երեխաների մասին, մանկական գրականության մասին, հիշում ենք մեր մանկությունը, չէ՞, այդպես ամեն դեպքում մեր մանկության ժամանակ մենք այսպիսի գրքեր շատ հազվադեպ կարող է տեսնեինք, չէ՞։ Սիրելի ռադիո լսողներ, թերևս այս գիրքը արդեն հասանելի կլինի ձեզ, դուք կարող եք այն փնտրել գրախանութներում, չէ՞։ Այո, Էպիգրաֆ զանգակում արդեն հասանելի է, շուտով։ Այո, դուք կարող եք փնտրել, եթե ուզում եք զարգացնել ձեր երեխայի երևակայությունը, եթե ուզում եք արվեստագետ դառնալ ձեր երեխան, այսպես անուղղակի ձևով, այո։ Ես նաև հիշեցնեմ, որ իմ զրուցակիցները այս գրքի հեղինակներն էին Գաղափարի եւ ստեղծման հեղինակ Լիլիթ Կոնոպլյովա, գրքի բովանդակության հեղինակ Արմենակ Գրիգորյան, տեքստերի հեղինակ Հերմինե Ստեփանյանը, իսկ հաղորդումը վարեց Նազելի Օհանյանը։